Վերջին տարիներին Հայաստանը ավելի ու ավելի հաճախ է հայտնվում միջազգային զբոսաշրջային քարտեզներում, սակայն բավարար է արդյոք այն փաստը երկարաժամկետ հաջողության հասնելու համար։ Համաեվրոպական Executive MBA ծրագրի շրջանակում Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համագործակցությամբ կազմակերպված Հայաստանի զբոսաշրջությունը, որտեղ ենք եւ ինչ դեռ պետք է անել խորագրով քննարկման ընթացքում զբոսաշրջությանը վերաբերող այս եւ տարաբնույթ այլ թեմաներով պանելային քննարկումներ անցկացվեցին։ Վերջին տարիների ընթացքում туриզմը բավականին զարգանում է Հայաստանում, նոր ավիաուղիներ են բացվում, ճանապարհներ են կառուցվում եւ ընդհանրապես խոսում են Հայաստանի մասին եւ գալիս են Հայաստան, ուզում են տեսնել Հայաստանը։ Եվ քանի որ մեր ծրագիրը, ինչպես ասացի, դա որոշում արդիական թեմաներ է, туриզմը այսօր ուղղակիորեն կապված է զարգացման հետ, այսինքն туриզմը իր մեջ ներառում է եւ աշխատատեղեր, туриզմը իր մեջ ներառում է դա կրթություն, մասնագետների վերապատրաստում, պատրաստում, туриզմը իր մեջ ներառում է հյուրանոցային ցանց։ Այս ծրագիրը վերջին տասնամյակում դարձել է Հայաստանի առաջատար բիզնես կրթական նախաձեռնություններից մեկը։ Այն մեկնարկել է 2016 թվականին որպես Sheffield-ի համալսարանի Executive MBA, իսկ 2021-ից արդեն վերածվել է երկակի աստիճանի հեղինակավոր կրթական ծրագրի։ Այս քննարկման նպատակն է մեկ սեղանի շուրջ համախմբել ոլորտի բոլոր դերակատարներին, հասկանալու թե որտեղ է այսօր գտնվում Հայաստանի զբոսաշրջությունը եւ ինչ քայլեր են անհրաժեշտ այն հաջորդ մակարդակի հասցնելու համար։ Մեր համաեվրոպական Executive MBA ծրագիրը միշտ ձգտել է ոչ միայն կրթել առաջնորդներ, այլ նաեւ ստեղծել հարթակներ, որտեղ ձևավորվում են ռազմավարական գաղափարներ եւ գործնական լուծումներ։ Զբոսաշրջությունը հենց այն ոլորտներից է, որտեղ այս երկխոսությունը կարող է իրական ազդեցություն ունենալ։ Այսօր այն հնարավորություն է տալիս ապրելով եւ աշխատելով Երևանում միջազգային մակարդակի կրթություն եւ MBA դիպլոմներ ստանալ բրիտանական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարաններից։ Մինչ օրս ծրագիրն ավարտել է շուրջ 450 մասնագետ։ Ծրագրի շրջանակում կազմակերպվող ամենամյա պանելային քննարկումները դառնում են ավանդական, դառնալով կարևոր հարթակ ոլորտի առաջնորդների, գիտնականների եւ բիզնես ներկայացուցիչների միջև գաղափարների փոխանակման համար։ 2 տարի է, որ Եվրոպական համալսարանը անդամակցում է Եվրոպական բիզնես ասոցիացիային եւ տարբեր ոլորտներում փորձում ենք համատեղ միջոցառումների նման պանել քննարկումների միջոցով լսելի դարձնենք մասնավոր հատվածի ձայնը եւ տալ որոշակի լուծումներ, որտեղ ունենք խնդիրներ։ Քննարկման ընթացքում բարձրացվեցին առանցքային դիտարկվող մի շարք հարցեր, ինչպիսին պետք է լինի Հայաստանի զբոսաշրջային հստակ դիրքավորումը, ինչն է անհրաժեշտ երկարաժամկետ զարգացում ապահովելու համար եւ ինչպես կարող է ոլորտը դառնալ տնտեսության իրական շարժիչ ուժ։ Պետությունը գումարներ է ծախսում, որպեսզի զբոսաշրջիկը ոչ միայն գա Հայաստան, այլ մնա շատ օրեր բնականաբար ծախսի շատ գումար եւ ամենակարևորը ուզենա վերադառնա։ Չէ՞ որ զբոսաշրջությունը դա էմոցիաների մասին է։ Մենք ուզում ենք զբոսաշրջիկը Հայաստանից գնա դրական էմոցիաներով, իր հետ տանի հիշողություններ։ Նոր հնարավորությունների շեմին հայտնված Հայաստանի համար նմանատիպ քննարկումները իրապես խիստ կարևոր են։ Ոլորտի վերաբերյալ հստակ տեսլական ձևավորելու եւ համաշխարհային զբոսաշրջային քարտեզում կայուն տեղ ապահովելու առումով։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։